Այսօր խոսելու ենք մի թեմայի մասին, որը հատկապես տարածված է ինտերնետային տիրույթում, սոցիալական ցանցերում, վիրավորանքի ու զրպարտության մասին։ Սոս կասես, թե որ պահից է խոսքի ազատությունը վերածվում զրպարտանքի եւ վիրավորանքի։ Նայ, ինքը շատ միանշանակ այդ գիծը գծելը դժվար է, ինչու, որովհետեւ եւ մեր օրենսդրությամբ եւ կոնվենցիայի մեկնաբանություններով Եվրոպական դատարանի, մարդու իրավունքների Եվրոպական կոնվենցիայի մասնախոսքը ինքը ներպետական դատարանների գնահատման տիրույթում է եւ մեծ հաշվով խնդիրը դրա վերաբերյալ կայուն պրակտիկա ձևավորելն է եւ հետո ճշգրտելը Եվրոպական դատարանի այս կամ այն որոշման հիման վրա, այսինքն սա երևի ամենադասական օրինակներից է զարգացող իրավագիտության կամ իրավունքի, որտեղ նույն Եվրոպական դատարանը պարբերաբար դիրքորոշումների մասով ունենում է զարգացումներ ու փոփոխություններ այս ոլորտում, բայց երևի սկսենք հա մեզ լսողների համար մոտավորապես գոնե հասկանանք ինչա վիրավորանքը, ինչա զրպարտությունը, ինչա այդ երկու տերմինը երկուսն էլ կա, տարբերությունները։ Նախ ցած ընդհանուր ասենք, որ այդ ենքիչ դեպքերից է, երբ որ հայկական օրենսդրությունը անդրադառնում է ոչ նյութական վնասի հատուցման խնդրին, հա, մենք մի քանի դեպք ունենք, գիտես, որից երևի ամենահաճախ կիրառվողը էս է, այսինքն պատիվ արժանապատվություն գործար համբավ։ Այս գործար համբավը ըստ խոսքին էլ նման ավելի հատուկ է կազմակերպություններին, բիզնեսին։ Պատիվ արժանապատվությունը ցանկացած ֆիզիկական անձու անոտարելի մեր սահմանադրությամբ ամենաբարձր տեղում եւ վայրում դրված շակերտների մեջ արժեքն է վայրում։ Հիմա ինչա զրպարտություն, ինչա վիրավորանք։ Վիրավորանքը ավելի պարզ է, ինքը այն խոսքն է, ձայնն է, պատկերն է, նշանն է, հաճախ մարդիկ մտածում են մենակ խոսքն է, բայց պատկերով էլ կարելի է այդ նույնը անել, որը արատավորում է անձի պատիվն ու արժանապատվությունը եւ ասվել է հրապարակային։ Հիմա լավ, օքեյ։ Վիրավորանքը կենցաղային մակարդակում բոլորս պատկերացնում ենք ու ես կարծում եմ բառերն են, որոնք այո, որոնք իրենցից մեծ իմաստ այդ պահին գուցե բառարանային ինչ-որ իմաստ ունեն, բայց այդ պահին երբ որ դու հնչեցնում ես, ավելի շատ հենց նպատակ ունեն անձին նսեմացնելու։ Իրան վատ զգա ավելի կենցաղային լեզվով ասած, ու այդ բառերը սովորաբար հասարակություններում ակնհայտ են թե որոնք են, հա, մենք բոլորս երբ որ շատ նյարդայնացած ենք, մի քիչ բանը ջերմաշան ավել մի քիչ ներքև մոտավորապես նույն բառերն ենք օգտագործում։ Այդ ինչի է հեշտացնում ամեն ինչ, որովհետև դա դրա ընկալումները ուղղակի քաղաքացիական, ոչ իրավաբանական կյանքով ապրող մարդու մոտ եւ դատավորի մոտ պրոֆեսիոնալ շատ չեն տարբերվում, էլի։ Մեծ հաշվով հիմար, տխմար նմանատիպ բառերը նույն ընկալումն ունեն անկախ գրագիտության կամ անկախ մասնագիտացման աստիճանից եւ ուղղությունից։ Հիմա զրպարտությունը, որը մի քիչ ավելի հետաքրքիր է, ինքը էլի այդ նույն խոսքն է կամ այլ արտահայտ չաձևերն են, որոնց միջոցով դու էլի հրապարակային ես խոսում, էլի նպատակ ունես թիրախավորելու անձին, նսեմացնելու պատիվը, արժանապատվությունը, բայց դու արտահայտում ես փաստացի տվյալներ։ Դա պետք է լինի փաստացի տվյալների մասին եւ այնպիսի փաստացի տվյալների, որոնք չեն համապատասխանում իրականությանը։ Այսինքն, եթե ես ինչ-որ մեկի մասին ասեմ, որ ինքը հանցագործ է, ու իրականում պարզվի, որ դատանը որոշել է, որ այս մարդը կատարել է այս հանցանքը եւ մտել է օրինական ուժի մեջ, այդտեղ զրպարտություն չկա, ես ճիշտն եմ ասել։ Իսկ դա առաջերտին սուտ լինի, հետո նսեմացնող, կարող է նսեմացնող լինի, բայց ճիշտ բան ասեմ իր մասին։ Իսկ ինչ տարբերություն կա վիրավորանքի եւ զրպարտության միջեւ։ Որ դեպքում է հասկացում, որ սա վիրավորանք է, որ դեպքում է հասկացում, որ սա զրպարտություն է։ Լինում են դեպքեր, երբ որ անգամ իրավաբանների համար է դժվար լինում այդ գնահատականը տալը, որտեղ շատ մոտենում են այդ զրպարտությունը։ Եթե լինում է դեպքեր, երբ որ դու դատարանին ասում ես իմ կարծիքով սա համ զրպարտություն կարա որակվի, համ վիրավորանք, ոնց կմեկնաբանես։ Բայց այդ ջրբաժանը անցնում է հետեւյալով, դրանք փաստացի տվյալներ են, այն ինչ որ դու ասել ես, այն ինչ որ դու հրապարակել ես, թե ուղղակի ինչ որ բառ է, որը թիրախավորում ու նսեմացնում է մարդուն։ Այսինքն կարող ենք ասել, որ ենթադրությունները կամ ակնարկները, եթե այդպեսին վերցնենք, դրանք զրպարտություններ են, ոչ թե վիրավորանք։ Ենթադրություն ինչ իմաստով։ Այսինքն հենց որ ենթադրում են, որ ինքը հանցագործ է, ինքն է կատարել այդ հանցագործությունը։ Այս դեպքում գնում է դեպի զրպարտություն։ Այո, եթե դու այդ
statement of fact կամ փաստացի տվյալները ինչ է իրանից ենթադրում, շատ པարզ բան։ Գործողություն կամ անգործություն, որը դու վերագրում ես անձին։ Այսինքն ինչ-որ վարքագծի մասին է, հա, այդ քո որակումները, այդ քո նշածը, հրապարակածը ենթադրում է, որ այդ անձը կատարել է վատ X գործողությունը կամ պետք է օրինակ կարող անգործություններ լինի։ Հիմա եթե դու բժիշկին ասես չի կատարել իր աշխատանքը։ Այո, դու բժիշկին ասես քո դիմացը մարդ էր շնչահեղձ լինում, ըսկի առաջի օգնությունը չես ցուցաբերել, դա անգործություն է, չէ՞։ Հիմա եթե հանիրավի ես դու այդ ասում, այսինքն սուտ բան ես ասում, այդ մարդը կամ այդ օրը չի եղել կամ ցուցաբերել է, կստացվի որ դու իրան զրպարտում ես անգործության տեսանկյունից։ Կամ թեկուզ փաստաբանների դեպքում, որ ասում են իր աշխատանքը լավ չի կատարել, բայց իրականում մարդը լավ էլ կատարել է։ Այո, կարա այդպես էլ լինի, ու դա անպայման է չի, որ համընկնի քրեական օրենսգրքի կամ վարչական իրավախախտումների, այսինքն վարչական իրավախախտում լինի, կարող լինի օրինակ մասնագիտական էթիկայի խախտման վերագրում, որը փաստաբանների դեպքում օրինակ շատ զգայուն է, եւ կարող առաջացնի պատասխանատվություն, մեծ հաշվով նաեւ հարվածում է գործարար համբավին, քանի որ առևտրային գործունեությունն է փաստաբանությունը, այսինքն ստեղ էլ հետաքրքիրը այն է, որ տենց գրքույկ չկա, որ ասես, այ մենակ այս սրանք են, կարող են լինել զրպարտություններ կամ վիրավորանքը հասկանալի է, որ մենակ դրանք չեն։ Այստեղ հետաքրքիր բան է երևի, որ մարդկանց նաև ուշադրությունը հաճախ կարող գրավի, քննարկումները լսած լինեն դրա մասին, հետևյալն է, որ ինչ են գնահատողական դատողությունները։ Հաճախ հարթանալու համար էլ այս կամ այն լրագրողը կամ պաշտպանական կողմը, հա, ասում է, որ դա զրպարտություն չի, դա ընդհանրապես իմ գնահատողական դատողություններն են, այստեղ ասում է, այս այն դեպքն է, որ այդ կոպեկը 2.30 ունի, էլի։ Նախ այո, գնահատողական դատողությունները ըստ եվրոպական դատանի, ըստ մեր վերինացյանների ապացուցման ենթակա չեն, քանի որ իրենք ինչ որ բանի լինել չլինելու մասին չեն, այլ քո կարծիքն է փաստերի մասին։ Մի բանը փաստեր, արեց սա, չարեց սա, մի բանը սա բանն է, իմ կարծիքով, որ ինքը այս բանը որ արել է, դա լավը չի, լավ բան չի կամ վատ բան չի։ Այս քաղաքական գործիչը, օրինակ, որդեգրել է Հայաստանի Հանրապետության կործանման քաղաքականություն, օրինակ, կամ այս իր արած այս վարչական մարմնի արած քայլերը հանգեցնում են ոլորտի դեգրադացիային, չէ՞։ Որակումներ է տալիս ինչ որ արարքների, քայլերի։ Հիմա այդ որակումների մասը ընդհանուր որպես կանոն ապացուցման ենթակա չեն եւ չեն կարող լինել, այսինքն անձի վրա չի կարող դրվել ապացույցի, որ այդ գնահատողական դատողությունը իրական է։ Այնքանով է գնահատողական դատողությունը, որ ենթակա չէ ապացուցման։ Բայց այս չի նշանակում իհարկե, որ մենք կարանք այս քողի տակ ինչ ուզենք անուն կպցնենք, ասենք սա վիրավորանք չի, բայց զրպարտություն է չի, որովհետեւ կարծիքի արտահայտումը գնահատում է ինչ որ հանգամանքի, ու այն որ կոպիտ ասած սղսնենք դրա տակով ամեն ինչ գնա։ Հիմա ինչի հետի չենք կարա, որովհետև իրավունքը զարգացել է այն ուղղությամբ, որ քեզ ասում են հասկացանք գնահատողական դատողություն ես արել, ինչ որ կարծիք ես ասել, դրա տակ դա պետք է հիմնված լինի որոշակի փաստական հանգամանքների վրա։ Ինչու է դա չափազանցել ես մի քիչ այն որ չափը տանցել ես, մի քիչ պրովոկացիա ես, հատկապես սա լրատվամիջոցների թեման է։ Դրանով է հետաքրքիր էլի, ու լրատվամիջոցները նույն եվրոպական դատանը ասում է, որ այդ իրավունքը ունեն մի քիչ ճոխացնելու, մի քիչ գույներ հաղորդելու, ինչ որ գուցե կոլաժներ սարքելու, որ ուշադրություն գրավեն ընթերցողի։ Դրանք իրավաչափ տեխնիկաներ են, այսպես ասած։ Անկամ ժողովրդավար հասարակությունում պրովոկացիան լրագրողի կողմից պաշտոնատար անձին նույնպես իրավաչափ է։ Այսինքն այդ ամեն ինչը այդքան խիստ չէ, ինչքան որ կարա պատկերացում լինի, բայց եթե լրատվամիջոցը ասում է, որ X անձը օրինակ կաշառակեր է, պետք է ինչ-որ փաստեր տա գտնի, ապացուցվի, որ կաշառակեր է։ Հա, օրինակ այդ պահին հայտնվել է ինչ-որ բան, օրինակ անց ում հա տվել է։ Անց կամ ոչ միայն ընդվել, նա ինչ-որ ապացույցներ, ասենք օրինակ ձայնագրություններ, տեսագրություններ հայտնվել համացանցում, այդ անձն է ինչ-որ մի օր միտե իր մասին տենց բան պատմել հրապարակային, հասկանում եք, ինչ-որ ռեալ բաներ կա, որի վերաբերյալ ասում է, տեսեք հիմա, այս անձը սենց է արել, այս տեսագրությունն է կա համացանցում, մի հատ է սենց տեխնիկա է օգտագործում, որ մի քիչ հեռու ռիսկը պահի, հա, ասում է, հիմա կարող ենք հարցական նշանը դնում է, կարող ենք ենթադրել, որ Պողոսյանը կաշառակեր է։
Այս ինչ բանից հետո։ Հիմա որպես իր փաստաբան, եթե լավ աշխատես, մեծ հավանականություն կա այս մարդուն ազատելու հնարավոր պատասխանատվությունից, որովհետև կասես նայ ինքը ուղակի սա չի գրե, տակը գրել է այ այս ինչ թվականին, այս մարդու հետ կապված այս փաստը կա, այս ինչ հրապարակում կա, սրան ինքը չի արձագանքի, սրա մասով այս մարդուն դատի չի տվե, այս ինչ տեսագրությունն է որ եղել է, ինքը չի հերքել որ ինքն է դրա մասին լայն տարածումը գտա ինֆորմացիան, այսինքն ընդհանուր առմամբ ընկալում է եղել, որ այդ հենց ինքն է տեսա։ Այսինքն այս ամեն ինչով հիմնված լինելով փաստերի վրա այդ շեմը ստանդարտը կարանք համարենք հաղթահարված եւ գուցե մեծ հավանականությամբ այդ լրատվամիջոցը պատասխանատվությունից խուսափի։ Երկրորդ հետաքրքիր դեպքը, երբ որ կարծես թե զրպարտությունն է կամ վիրավորանքը, բայց ավելի շատ զրպարտության դեպքում է այս դեպքը, այս հիմքը ծառայում որպես փրկողակ, այսպես ասած, երբ որ հարցը վերաբերվում է մեր լեզվով, հայերեն լեզվով ասած գերակա հանրային շահին, իրավաբանական լեզվով կամ անգլերենով տարբեր ձև են ասում matter of general interest, public interest եւ այլն եւ այլն։ Ու իմիջիայլոց ըստ իս անգլերեն լատիներեն ձևակերպումները շատ ավելի լայն դաշտ են այդ իմաստով այդ հանրային հետաքրքրություն ներկայացնող հարցի ու հանրային գերակա շահ։ Ինչ որ հայերենը շատ շեմը կարծես թե բարձրացրել է ձևակերպման, էլի։ Էս էլ բացարձակ փրկողակ չի, բայց սա ինչի է շատ կարևոր։ Հաճախ լրատվամիջոցները կատարում են ինչ-որ լրագրողական հետաքննություններ։ Օրինակ ես մի հատ երկարաշունչ գործ ունեմ, որը դրա դասական օրինակն է, վերջերս էլ առաջի ածանի դատարանում վերաքննության արդյունքում հաղթեցինք, խոսքը Անիֆի Ավինյան Տիգրանի ընդդեմ Փաստինֆո լրատվականի բերված հայցադիմումն է։ Հիմա այստեղ ինչ էր արել լրատվամիջոցը, տեղի ունեցել էր հետևյալ փաստը, որ տվյալ ժամանակի փոխքաղաքապետը, քաղաքական գործիչ Տիգրան Ավինյանը նշանակվել էր փոխքաղաքապետ եւ միաժամանակ զբաղեցնում էր Անիֆի, այսինքն ինչ-որ առևտրային կազմակերպության տնօրենների խորհրդի նախագահի պաշտոնը, որը անհամատեղելի է։ Մեկ անհամատեղելիություն կա հանրային ծառայության օրենքի տեսանկյունից, կա շահերի բախում, չի մտնում բացառությունների մեջ եւ ըստ էության նաեւ որոշակի ռիսկեր է պարունակում կոռուպցիայի տեսանկյունից։ Եվ այս մասով լրատվամիջոցը հարցումներ էր ուղարկել սկզբից բոլոր օղակներին, կառավարությանը որպես Անիֆի փայատիրոջ, Տիգրան Ավինյանին, սենց մի քանի անգամ, հետո էկոնոմիկայի նախարարությանը, Անիֆին, ուզելով կանոնադրություն, արդյոք անձը վարձատրվում է թե չէ, այդ տնօրենների խորհրդի նախագահի ինչ պարտականություններ է կատարում, սենց ինչ-որ կիսատ-պրատ պատասխանել էին։ Եվ այդ տարբեր փուլերում այդ հետաքննության լրատվամիջոցը 3-4 հոդված հրապարակել էր եւ վերջում եկել էր եզրահանգման, որ այդ կոռուպցիոն ռիսկերը առկա են, խախտվել է անհամատեղելիության պահանջը եւ այլն ներկայացել էր իր դատողությունները։ Հիմա ինչով է սա հետաքրքիր, մի շարք հարցերում է հետաքրքիր, բայց նաեւ այն, որ ոչ մի քննարկում Տիգրան Ավինյանի անձնական կյանքից այդ չի եղել։ Հրապարակումներում չի եղել։ Թե ինչպես է նա, ինչպեսի անձ է եղել դպրոցում, համալսարանում, չգիտեմ, Բաքում, նմանատիպ անձնական հարցեր կամ որտեղ է հանգստանում, չգիտեմ, այսպեսինն է, թե այնպեսինն է, որպես անձ իր այդ հաճելի է, թե դա հաճաշփվել։ Նմանատիպ հարցեր շատ անձնական բնույթի չեն քննարկվել, երևի թե հետաքրքիր է չի ոչ մեկին, բայց ամեն դեպքում քննարկվել է իր պաշտոնական գործունեությունից բխող հանգամանքներ, որը հանրային շահեր են։ Եվ այն տեսանկյունից արդյոք դու որպես պաշտոնյա, Անիֆն է հիշենք, որ հանրային միջոցներով է աշխատել, կարծես թե չի աշխատում, եւ այս հանրային միջոցներով ձևավորված առևտրային կազմակերպությունը, որի ղեկավար ես դու, ստեղծել են ռիսկեր, խնդիրներ, օրինակ այդ միջոցների վատնման, այդ միջոցների անհասցե օգտագործման, արդյոք քեզ առհասարակ թույլատրված է հանրապետական տարածվածության գործունեությամբ զբաղվող ընկերության ղեկավար մարմնի ղեկավար լինել։ Այսինքն բոլորը հանրային հետաքրքրության հարցեր են, այդ ժամանակ էլ պարոն Ավինյանը արդեն իսկ քաղաքացիական պայմանագրի կողմից հայտարարված էր որպես քաղաքապետի թեկնածու։ Այսինքն ամբողջ սպեկտրը հանրային հետաքրքրության շահեր ներկայացնում։ Եվ մենք առաջի ածանի դատարանում սկզբից պարտվեցինք առանձնապես պատճառաբանության դատարանի կողմից վերաքննիչում հաղթեցինք, վերաքննիչը ասեց
որ նախ դա հանրային հետաքրքրություն ներկայացնող հարց է, երկրորդ փաստերի վրա է հիմնված, կատարել է լրագրողական հետաքննություն, դուք էլ չեք ապացուցել, որ դիտավորություն ունեցել, ձեզ կանխամտածված եղել է դիտավորություն ստորացնելու, նսեմացնելու։ Եվ վերջում էլ վերջերս էլ առաջին Ատյանի դատանը վերաքննության արդյունքում էլի մեր դիրքորոշումները հաստատեց։ Հիմա այս գործից մի հատ էլ բան հանեմ հետաքրքիր։ Բացի այն չափանիշներից, որ խոսացինք, մի բան էլ է, եւ մեր սահմանադրական դատանն է դրա մասին շատ մանրամասն խոսացել, որ ասում է, այդ օքեյ, կա արտահայտություններ փաստացի տվյալների մասին է, կարծես թե բան է անում, այդ մարդու համբավի տեսանկյունից դրանք լավը չեն, վատաբանում են, բայց ասում պարզման է ենթակա, ի սկզբանե անձը լրատվամիջոցը ունեցել է նպատակ այդ մարդու պատիվ արժանապատվություն նսեմացնել։ Հա, այդ շատ կարևոր է։ Հա։ Օրինակ այս դեպքում ապացուցման բեռի բաշխումը այդ մասով դրվել էր պատասխանողի, այսինքն մեր վրա, որը վերաքննիչը ասեց սխալ է իր արեպտի դնել իր հայցֆորի վրա, ասել էր չնայած պատասխանողը այդ մասով էլ է բան բերել, ապացույցներ եւ խոսացել է, բայց դու պետք է հայցֆորի վրա դնես այդ բեռը։ Սա ինչի է կարևոր, որ թե այդ եվրոպական դատանի կողմից ասած prior conduct մինչև հրապարակում տեղի ունեցած վարքագիծը անձի լրատվամիջոցի դրանից հետո տեղի ունեցած վարքագիծը եւ դատարանում բացատրությունները ընդհանուր կարելի է այդ մշակելով անալիզ անելով հասկանալ, որ կանխամտածված ստորացնելու նպատակ է եղել։ Թե գուցե այո, էլի ինչ որ նսեմացուցիչ արտահայտություններ կարելի է որակել գտնել, բայց ակնհայտ է, որ այդ նպատակը չի եղել։ Օրինակ, եղել է դեպք, որին արձագանքել է լրատվամիջոցը այդ պահին արտակարգ դեպք։ Հետո պարզվել է գուցե որ այդ ամենը սուտ է, բայց այդ պահին լրատվամիջոցը խնդիր ուներ իր լսարանին հասցնելու տակ-տակ ինֆորմացիան կոպիտ ասած, հա։ Շատ հետաքրքիր էսպիսի բաներ կան, ստանդարտներ, որոնք ամեն գործով պետք է դատավորը կարողանա գնահատել կողմերին լսելով։ Դրա համար ինքը բան չի, էլի փոխառություն չի, որ ինչ է, պարտքես ապացույցը կա պայմանագրի։ Okay, պայմանագիրը չկա, ստացական կա, դա չկա, փոխանցում գոնե արել ես, փոխանցման անդորագիրը կա, ապացույցները կա, վсё։ Նորմալ է պարտքես, ուրեմն հələ այն կողմը պետք է ապացուցի, որ մարել է կամ չի մարել։ Ու մի հետաքրքիր բան էլ աստեղից բխում, եվրոպական դատանը սենց բան ունի ասած, ասում է ողջամիտ հրապարակման իրավունք, ողջամիտ հրապարակում կատարելու իրավունք, ինչա ինքը իրանից ենթադրում, որ այդ ասում է, սենց ասում, ընդհանուր կանոնը հետևյալն է, հա, դու որոշակի պետք է աշխատանքներ տարածել ես, պարզելու, թե հրապարակվող ինֆորմացիան մոտիկ է ճշմարտությանը, թե չէ։ Այդ ընդհանուր կանոնն, այսինքն ընդհանուր դատարանները ասում են դու չպետք է գաս դատարանում, այսինքն ստա հայցը ստանաս, հետո ընկնես պարզելու ճիշտ էր թե չէ ինֆորմացիա։ Պետք է պարզես նոր գազ։ Պետք է գոնե քայլեր անես պարզելու ուղղությամբ, հա, բայց ասում է կան դեպքեր, ասում է, երբ որ լրատվական նյութը հենց այդպես որ անգլերենից թարգմանած ասում է արագ սպառման ապրանք են, եւ դու եթե հապաղես հետաքրքրությունը քո նյութի նկատմամբ կկորի։ Հետևաբար այդ պահին իրավաչափ է քո կողմից դրանք տարածելը։ Ասում եմ, բայց եթե դու ողջամիտ եւ հավասարակշռված ես գործում, դու պարտավոր ես այդ արտակարգ դեպքերում, իրանք միշտ չի, հա, իրանք ոնց որ ավելի արտակարգ դեպքերին է վերաբերվում, այդ դրանից հետո պետքա քայլեր ձեռնարկես անգամ ռետրոսպեկտիվ ճշտելու ճիշտ էր թե չէ։ Անգամ այդ արտակարգ դեպքերում հրապարակեցիր, մյուս օրը հարցումները ուղարկեցիր, պարզեցիր, որ տրամագծորեն սուտ է գրածդ, չի համապատասխանում իրականությանը, որպես բարեխիղճ լրատվական միջոց, դու պետքա դրա մասին հրապարակում անես, որ դա գնահատվի դատարանի կողմից։ Հակառակ պարագայում կստացվի, որ դու ավելի շատ օգտվեցիր այդ լայն սպառման ապրանք լնելու ճակերտների մեջ հանգամանքից ու ուղղակի նսեմացրեցիր, ասենք տվյալ անձը։ Իսկ վիրավորանքի ու զրպարտության դեպքում ո՞րն է կարևոր սուբյեկտի ընկալումը, թե երրորդ անձանց ընկալումը, այսինքն եթե X մարդուն վիրավորում են, վիրավորանք արտահայտությունները ում համար է կարևոր, ոնց ընկալվում է տվյալ անձի, թե երրորդ անձանց։ Հետաքրքիրը այն է այս ինստիտուտի, որ ինքը ասում է դու կարաս դիմես դատարանը օգտվես սրա պաշտպանությունից, մենակ եթե ինքը հրապարակային է։ Իսկ ո՞րն է հրապարակային, այսինքն
Քանի մարդ պետքա տեսնի, որ ասես հրապարակային Չկա նման ստանդարտ, քանի մարդ պետքա տեսնի, բայց ենթադրվում է, երբ որ դու դա անում ես օրինակ սոցիալական մեդիայում, անում ես զանգվածային լրատվության միջոցներով, անում ես քո Facebook-յան պատին, որ հասանելիություն, ասենք, մենակ դու չունես, հա, այլ նաև քո հազարավոր ընկերները եւ իրանց ընկերները, ապա դա հրապարակային է։ Հրապարակային է նաև, երբ որ դու կանգնես ինչ որ հանրային հասանելիության վայրում, ինչ որ ակնհայտ որ բոլորին լսելի լինի, էլի խոսքը չի գնում շշուկով, հյուսային բողոքությամբ շշուկով ինչ որ բան ասես մեկին, ասենք բարձրախոսով, էլի սկսես վիրավորել, դա էլ է հրապարակային։ Իրականում շատ, եթե չորնայինք, հրապարակայինա ցանկացած դեպքում, երբ որ երրորդ անձը կա, բացի ինձնից ու քեզնից երրորդը կա, շատ չորնայինք, դա հրապարակայինա համարվում, բայց այս ինստիտուտի տեսանկյունից էականա քո ասած խոսքի տարածվածության, դրա պոտենցիալի, հա, ընդգրկող անձանց շրջանակի բանը, չափը նաև, որովհետև դատանը պետք է գնահատի նաև այն վնասը, որ դու հասցրել ես, եւ այն միջոցը դրամական, որը պարտավոր ես վճարել ըստ այդ տարածվածության շրջանակի։ Բայց ես մի քիչ շեղվեցի երևի քո հարցից, հա, հարցը ավելի շատ ոչ թե հրապարակային է, այլ սուբյեկտ ընկալումը։ Հա, ընկալումը, հա, ինչի սկսեցի սրանից, որովհետեւ հենց էական է այն, թե անաչառ դիտորդի մոտ, sense իրավաբանների լեզվով ասած, կամ երրորդ անձի մոտ, որը ես չեմ, դու չես, ոնց է ընկալվում, ոնց պետք է ընկալվի, այսինքն գուցե ինչ-որ բան կա, որ մենակ այդ երկու մարդը գիտեն, հա, եւ գուցե որ առանձին լինեին, տենց վիրավորանքի խնդիր չլներ, իրար հասկանային։ Հա, իրար հասկանային, ասենք շուշուտ իրար դիմել են, տենց դիմելաձևով, չէ, ասենք դրա համար որ առանձին են լինում չեն նեղանում իրարից շատ, եթե բանի կենցաղային դարձնենք այդ խոսակցությունը, բայց եթե մեկ է տնաս այդ մարդու ասենք ավարտական երեկոն է, մի 150 հոգի իր ասենք ավարտական դասանից կամ բանից նստած են ու բարձրանում ես այդ նույն բանը ասում ես, կարա արդեն այդ մարդու համար վիրավորական դիտվի եւ այս տեսանկյունից հիմա արդար չգիտեմ, բայց միջազգային նորմերը եւ օրենսդիրը գնացել են տրամաբանությամբ, որ պաշտպանության է ենթակա մենակ երրորդ անձանց մոտ կատարված վիրավորանքն ու զրպարտությունը։ Սա երևի մի քիչ փիլիսոփայական հարց է, այսինքն այդ ամեն դեպքում մարդը որպես սոցիալական էակ այդ պատիվ արժանապատվության խոցվելու, վնասվելու հիմնական դրսևորումները հենց հասարակության մեջ լինելու պայմաններում է, հա, եթե մենք լինեինք օրինակ, չգիտեմ, անտառներում բնակվող ինչ-որ մի հոգի բնակիչ, գուցե այդ մասով որպես սոցիալական էակներ չզարգանայինք։ Այսինքն դա ու նմանատիպ բաները հատողական մենակ մարդկանց, հա, բնական ասենք, կենդանիներին չի հատուկ, իսկ մարդը մենակ գիտակցությամբ չի, որ կենդանիներից տարբերվում է, նաև սոցիալականացման իր հատկանիշով տարբերվում։ Որ ասում են հասարակության կարծիքը կարևոր է, մեկը մյուսին ոնց որ լրացնում է, որ հասարակության կարծիքը միշտ կարևոր է, անգամ, հա, իհարկե մարդիկ կարող են ասել, որ ինձ չի հետաքրքրում հասարակության կարծիքը, եւ գուցե այդ մարդիկ որոշ առումով ավելի համարձակ են ինչ-որ բաներում, բայց դա բացարձակ եթե ինչ-որ մեկ ասին չի հետաքրքրում հասարակության կարծիքը, նա կխաբի ինքն իրեն։ Չի կարող չհետաքրքրել, որովհետեւ առհասարակ չկա երևի նմանատիպ մարդ, եթե իր մոտ քիչ թե շատ ամեն ինչ նորմալ է, որ ինքը ինչ որ շրջանակի հետ շփում չի ունենում, այդ ինչ որ շրջանակի կարծիքի մասին իր կարծիքի մասին իրեն հետաքրքիր չի, եւ դրանից կախված նաեւ իր էմոցիաները, իր արտահայտումները, իր օրվա տրամադրությունը կախված չէ, այս ամեն ինչը նաեւ շարունակվում է այս թեմայով, հա, պատիվ արժանապատվություն ոնց է խոցվում կամ չէ։ Հետևաբար, որ այս մասը ամփոփեմ, կարևոր չի այն մենակ, որ դուք ասես, այ ինգեր, ես իրան չեմ վիրավորել, որովհետև, չգիտեմ, մենք այս մի բանը որ գիտենք, ես սա նկատի եմ ունեցել, ինքն էլ լավ գիտի, որ ես դա եմ նկատի ունեցել։ Խնդիրն այն չի, որ թե մենակ ինքը ոնց դա կընկալի է, խնդիրն այն է, որ իրան ու քեզ կողքից նայող մարդիկ կասեն, վայ, ես մարդուն խիստ ես նսեմացրեց։ Եվ դա բավարար ստանդարտ է, որ քեզ դատանը քրեական լեզվով ասած մեղավոր ճանաչի կամ հայցը բավարարի քո դեմ։ Իսկ եթե նմանատիպ իրավիճակ է լինում, ինչ պաշտպանական մեխանիզմներ կան։ Միանգամից պետք է դատարան դիմեն, թե կա օրինակ այլ տարբերակ։ Տվյալ անձի հետ խոսել, բանակցել։ Միշտ բոլոր հնարավոր վեճերի պարագայում կա տարբերակ բանակցելու, ասենց որպես ընդհանուր բան, այսինքն
ու դա շատ հաճախ ամենալավ երևի լուծումն է, եթե դա հնարավոր է, որովհետև դա արագ լուծում է երկու կողմի համար էլ դատական քաշքշուկներից, ծախսերից ազատվելու լավագույն միջոցն է։ Կարող ես մի մասով հրապարակես, որ սխալ ես եղել, չգնանք դատարան։ Okay, այս 3 մասով չես ուզում, արի գոնե մի մասով գրի, ինչ որ մեջտեղում կանգնենք, պայմանավորվենք, էլ չգնանք, մեզ չխայտարակենք, հա, բոլորը չիմանան, որ ես ու դու իրար հետ դատվում ենք եւ այլն։ Այս լավագույն տարբերակն է։ Հիմա, եթե գանք մի քիչ ավելի մասնագիտացված դաշտ զանգվածային լրատվության միջոցների, որոնց մասին նաև օրենք կա, հենց համանուն եւ որոնցում ասում է դու կարաս հերկման պահանջ ուղարկես ԶԼՄ-ին։ Քաղաքացիական օրենսգիրքն է ասում է դու պարտավոր չես դատի տալուց առաջ հերկման պահանջ ուղարկես։ Բայց եթե ուղարկեցիր այդ մարդը այդ ԶԼՄ-ն հերքեց, էլ դատան չես կարող գնաս։ Սահմանադրական դատանն էլ ասում է, ահա, օրենսդիրը ասում է, որ դու պարտավոր չես ուղարկես, հետո գնաս դատարան, ասում է, բայց դատանը պետք է հաշվի առնի։ Արդյոք դու ներկայացրել ես հերկման պահանջ, թե չէ։ Այսինքն կոպիտ ասած, եթե դու ներկայացրել ես հերկման պահանջ, փաստարկել ես, որ գրածը սուտ է, ինքն էլ ասել է գնահատագործերին չեմ հրապարակելու ինչ որ հերքում, դա իրավիճակը ավելի դժվարացնելու է դատանում։ Ընդհանուր առմամբ էս է, այսինքն պարտադիր նմանատիպ պայման չկա, արտադատական ինչ որ վեճը լուծելու մեխանիզմ պարտադիր չկա, բայց որպես բանակցային մաս միշտ է ակտուալ է, ԶԼՄ-ների դեպքում է միշտ կարելի է պահանջել հերքում, հետո գնալ դատարան։ Իսկ եթե ներկայացվել է դատարան, ում վրա է դրվում ապացուցման բեռը, դուք նշեցիք, որ հայցվորի վրա էր դրվել ձեր գործը, պատասխանողի վրա չէր դրվել, բայց դուք եք ներկայացրել։ Պատասխանողի վրա էր դրվել, պետք է այդ մի բանը հայցվորը ներկայացնել։ Հա, օքեյ, եթե վերցնում ենք ընդհանուր գործը, ում վրա է դրվում ապացուցման բեռը եւ արդյոք եթե տվյալ վիրավորանքը կամ զրպարտությունը եղել է սոցիալական ցանցերի միջոցով, ինչ ապացույց կարող է անձը ներկայացնել դատարան, որով կարող է ապացուցել, որ իրեն վիրավորել են։ Նայեք, ապացուցման մասով ընդհանուր ստանդարտը երևի շատերը գիտեն, նույնիսկ գուցե ոչ իրավաբանները կարող իմանան, որ ընդհանուր առումով ով ինչ պնդում է, նա էլ պետք է ապացուցի։ Այստեղ կա միատեական բացառություն զրպարտության գործերով, ասում է այդ փաստացի տվյալները իրական են, թե իրական չեն, պարտավոր է ապացուցել պատասխանող կողմը, ում որ դատի են տվել կոպիտ ասած կամ ով որ հրապարակումը կատարել էր։ Սա էական բացառություն է, որովհետև սա հիմնական բեռն է զրպարտության գործերով։ Իրական են եղել, թե չէ։ Իհարկե, այս ապացուցման բեռի մասով չի նշանակում, որ հա, մեկ էլ դե բացառությունների մասով էլի պատասխանողներն են բեռը կրում, այսինքն հանրային շահ օրինակ ներկայացրել է, թե չէ եւ այլն։ Մնացած մասով իմ գործով հատկապես թե դիտավորության պահանջ, որ հայցվորի վրա, հա, պետքա դրվի իրականացվելա, դե չէ հրապարակայինն է, պետքա հայցվորը ապացուցի եւ այլն եւ այլն։ Սա իհարկե չի նշանակում, երբ որ բեռ մենք ասում ենք դրվում է մեկի վրա, այդ չի նշանակում, որ մյուս կողմը իրավունք չունի ապացույցներ ներկայացնելու, լավ էլ իրավունք ունի, լավ էլ կարող է հույսը չդնել նրա վրա, որ դատարանը վիճելի համարելով ոնց որ իր օգտին որոշում կայացնի, այսինքն ակտիվ գործողությունները ամեն դեպքում թույլատրելի են այդ իմաստով։ Նախ, գիտեք, հայց պատկերացրենք, ներկայացրեցինք, գնացինք առաջին նիստի։ Պարզեցինք իրավական շրջանակը, հա, փաստերը եւ այլն, դատարանը դե կա նախնական դատականից, որի ընթացքում քննարկում է ամենակարևոր կետերից մեկը գործի համար էական նշանակություն ունեցող փաստերը։ Եվ սրա վերաբերյալ կողմերի կարծիքներն է լսում։ Եվ շատ հաճախ այս դեպքում ասում են, որ այո, այդ հրապարակումը եղել է։ Այս դեպքում ինքը անվիճելի փաստ է դառնում։ Այսինքն մեծ հաշվով անհրաժեշտություն չկա որևէ սկրինշոտ ներկայացնել, լինքեր ներկայացնել եւ այլն եւ այլն։ Եթե այդ դեպքը չունենք կամ անձը չի եկել ընդհանրապես դատարան, չես կարող այդ անվիճելիությունը հաստատես, եւ սկրինշոտը կարող ես ներկայացնել եւ ես հաճախ օրինակ այդ screen recording բանից եմ օգտվում, որպեսզի ամբողջական ցույց տա, քանի հոգի արժանահավատ լինի ինքը, քանի որ մեծ հաշվով պատկերի արժանահավատությունը դժվար է շատ ապացուցել։ Ինքը Photoshop-ով ասարկած կեղծաթա իրական է, այդ շատ վիճելի է դատանը վեճի դեպքում ինչ կհաստատի։ Ես փորձում եմ օրինակ նույն screen recording-ով
ֆիքսել փաստերը, ֆիքսել որ իրական սոցիալական էջով եմ նայում, ֆիքսել այդ բանի ժամը, օրը եւ ավելի իրական պատկեր տամ, էլի, այդ ամեն ինչի վերաբերյալ։ Դա ապացուցման ցանկած հիմա գիտեք ոնց է, ապացույցները սպառիչ չեն հիմա, օրենսգիրքը դատական ցույց է, թույլ է տալիս, ասենք, ՖԿ-ի կարգավիճակով ապացույց ներկայացնել, փաստաթղթերի տեսագրություն, դու ֆանտազիադ ինչքան հերիքի կարաս ներկայացնես, եթե դա վերաբերվում է այդ թեմային։ Իսկ եթե գրված է լատինատառ, բայց հայերեն, այս մասով հետաքրքիր բան կա, պրակտիկա կա։ Ինչ-որ մի երկար ժամանակ դատաները այդ լատինատառ, բայց հայերեն գրածները ասում էին տարեք թարգմանչի միջոցով բերեք, բայց կան փաստաբաններ, ես էլ եմ մի քանի անգամ դա փորձարկել, որոնք ովքեր ասում են, որ հարգելի դատարան, այս գրածը այլ լեզու չի։ Թարգմանիչը ով է, ով որ որակավորում ունի, որակավորում ունի օտար լեզվի, այսինքն դու ունի փաստաթուղթ, որի վրա գրված ասենք ինքը անգլերենի մասնագետ է կամ ռուսերենի մասնագետ։ Հիմա սա անգլերեն չի, որ ես անգլերենի մասնագետին տամ, ասում այ քո մասնագիտական գիտելիքների շրջանակներում ասա, այս որ չգիտեմ, այս որ գրած է ես քո սենսենսի ինչա նշանակում է։ Չէ, այս լատիներեն տառերը, լատիներեն տառերին կանխավարկած են, որ դատանը տիրապետում է, ինչի է այդ կանխավարկածը, որովհետև նույն վճռաբեկ դատանը, որին հղում են կատարում բոլոր դատավորները, ես կասկածում եմ, որ մեկ դատավոր կա երկրում, որ ամեն երրորդ վճռում վճռաբեկին հղում չի կատարում։ Այդ նույն վճռաբեկ դատանը բազմիցս օգտագործում, եւ մեր սահմանադրականն է միջելուց օգտագործում է եւ լատիներեն արտահայտություններ, եւ իրավական որոշակի տերմիններ, եւ մեջբերում է կատարում արդեն եվրոպական դատանի որոշումներից, որտեղ հայերեն թարգմանելով էլի փակագծերի մեջ դրա լատիներեն համարժեքը դնում է, որպեսզի ուրիշ բանի հետ չշփոթենք կոպիտ ասած, հա։ Այսինքն ասել, որ դատանները լատիներեն տառեր եւ մյուս ամենաբանն էլ բազային հանգամանքն են, որ հայկական դպրոցներում միջնակարգ անգլերեն լեզուն ուսուցանում են, դա պարտադիր կրթական, հա, բանի մասա, ծրագրի մասա, հետեւաբար կանխավարկած է նորից։ Այնա որ դու գիտես կամ պետք է իմանաս լատիներեն տառերը առնվազն։ Իսկ այդ լատիներեն տառերը համարժեք հայերենին տրանսֆորմացնելու հմտությունը կարծում եմ ինչ-որ բարդ բան չի էլի բանական մարդու համար, հետեւաբար իմ համար օրինակ անձամբ ընդունելի չի, այդ որ տարեք բան արեք, թարգմանեք, բերեք։ Պարտադրում եմ, որ հայերենն է։ Տեսականորեն դու կարաս տանես ինչ-որ տառադարձության վերաբերյալ թուղթ բերես, բայց դա էլ է աբսուրդ։ Այսինքն այդտեղ ի՞նչն է մասնագիտական գիտելիքների մեջ էլի, որ դու պետք է ինչ-որ ստորագրությամբ թուղթ բերես դատավորին դաս։ Հատկապես որ դատավորներն են հեռախոսներ ու հեռախոսներից էլ օգտվում են բնականաբար լատիներեն տառերով։ Հա, այսինքն պետք է իրավաբանությունը աբսուրդի մեջ, աբսուրդի չհասնել ամեն դեպքում, այն գիտելիքները, որոնք շատ կենցաղային են եւ համատարած են, դրանք ոչ ապացուցման կարիք ունեն, ոչ էլ ինչ որ հատուկ մասնագետների ներգրավման կարիք ունեն։ Այ օրինակ ուրիշ դեպքեր կարան լինեն այս գործերով, եւ այնպիսի բառեր, բառակապակցություններ լինի, որան հասկանալի, որ տենց միանշանակ չի վերջես վիրավորանք, հա թե չէ։ Նման դեպքում կարան օրինակ լեզվաբանների ներգրավեն, ասեն օրինակ ըստ ձեզ վերլուծություն տվեք մի հատ, էլի։ Սովորաբար էս սենց որ ասվում է, նկատի ունի վիրավորանք կամ վիրավորանքա բխում ասվածից, թե ամեն դեպքում չէ։ Հա, որովհետև բառեր կան, որ տարբեր իմաստներ ունեն, ու նայած դու ոնց ես հասկանում։ Մարդիկ կան լեզվին այնց ճարտար ձևով են տիրապետում, որ չես հասկանում, պետք է տանձը վիրավորվեր, թե չէ, էլի։ Իսկ ինչ պատասխանատվություն է նախատեսվում այս գործերով։ Պատասխանատվությունը երկու տեսակի է եւ վիրավորանքի եւ զրպարտության համար, վիրավորանքի դեպքում դա ներողություն խնդրելու պահանջն է, որը կարող ես ներկայացնել, կարող ես չներկայացնել։ Այսինքն կարող ես երկու պահանջից մեկը ներկայացնել կամ երկուսն ներկայացնել։ Մեկը ոչ նյութական վնասի մասով ներողություն խնդրելու, հա, պարտադրելու իրավունքն է։ Երկրորդը դրամական պահանջը, որը վիրավորանքի մասով քաղաքացիական օրենսգիրքը ասում է մինչև 3 միլիոն դրամ։ Զրպարտության մասով դե ներողության հարց չի, որովհետև միտքը ոչ թե զուտ վիրավորելու կամ նսեմացնելու հարցն այլ սուտ բաներ քո մասին տպելու, հա, հրապարակելու, հետեւաբար ասում է կարաս հերքում պահանջես։ Ստեղ էլ հետաքրքիրն է, որ հերքում կարաս պահանջես ուղակի դատարանը ինչ կորոշի այդ կարգով հերքի,
ու դա լավ պրակտիկա է։ Օրինակ ես չեմ սիրում այդ պրակտիկան, որ այդ նույն վիրավորանքական արտահայտությունները կամ նույն զերպարտչական արտահայտությունները կրկնում են, վերջում գրում են սա զերպարտություններ։ Ասենք 3 տարի հետո մի հատ թարմացնում են, էլի այդ մսամասնող բաները։ Արդեն մարդիկ ընկալել են։ Ու շատ է տենց լինում, որ նայես գործերի մեծամասնությունը տենց է, այդ իբր թե ռեմեդին ոնց որ մի հատ էլ է այդ մարդուն խոցում էլի։ Եվ երկրորդը դու կարաս քո տեքստը գրես եւ խնդրես բանին, դատանին, որ հենց այս պարտադրի, որ ինքը ներողություն խնդրի։ Ես սովորաբար այտենց եմ անում, այդ երկար լավաշ հոդվածը չեմ խնդրում նորից մեջբերի, որից օգուտ չկա։ Ասում եմ, այս մարդու վերաբերյալ, այս ոչի բաները, որ ասել եմ, հայտնում եմ, որ իրականության չի համապատասխանում զրպարտությունը եւ այլն, դա ավելի արդյունավետ է ըստ իս ընթերցողի տեսանկյունից, քան այդ մի հատ եկա հոդվածը նորից այդ մարդը կարտա եւ պարզե չի վերջում հասնելու թե չէ դրան, որ այդ ամեն ինչը կեղծեր կամ սուտ է։ Հիմնականում չեն էլ կարդում, որտեղ հա, սկզբում մի հատ գրում են հերքում, հետո լիքը վատ բան այդ մարդու մասին, հետո այս ամեն ինչը զրպարտություններ էլ չեմ անում։ Իսկ եթե զրպարտության դեպքում հայ չասացի, այնտեղ եթե 3 միլիոն է մինչև վերջի փոփոխություններից հետո 6 միլիոն դարել է զրպարտության շեմը բարձրակում, բայց դատանները սովորաբար այտենց բարձր շեմեր չեն բանանում։ Ավելի քիչ են բավարարում։ Հա, ասենք դժվար է անգամ գտնել 1 միլիոնի շեմ, որ բավարարում են 200,000-ից սկսած մինչև 5-600,000, 700,000, բայց սովորաբար միջակայքը դա է, պրակտիկայի մասով իհարկե, էլի կարող բացառություններ լինի։ Կարող է այդ ընթացքում տվյալ անձը գնացել է հոգեբանի մոտ ու մոտ մի 3 միլիոնի այցել։ Հետաքրքիր մաս է հարց ես բարձրացնում։ Կա այլ վնասներ, որ դու կարող ես կրած լինես։ Եվ հենց կոնկրետ, այսինքն դու այո, կարաս հոգեբանական վնասների մասով երկու բան, հա, այդտեղ զանազանենք։ Ինչ որ եզրակացություն ներկայացնես, նայեք, ասենք բժիշկը կոնկրետ ասել է, որ էսի անենցային վրա ազդե, որ ես ընկել եմ այսպիսի ստրեսի մեջ եւ դրա հետևանքները կարող են տևել, օրինակ, չգիտեմ, տարիներ։ Դա նշանակում որ դատանը պետք է հասկանա, որ այնպիսի բան է ասվել, որ գուցե ավելի շատ պետք է բավարարվի։ Կամ ասենք տարածման շրջանակի մասին էս ապացույցներ ներկայացնում, որ նայեք, ասենք, չգիտեմ, անգամ օրինակ, չգիտեմ, New York Times-ն է այս ամեն ինչ մասին գրել, հետեւաբար սաղ աշխարհով խայտարակ եմ եղել, հետեւաբար պետք է չափը մեծ լինի։ Բայց երկրորդ հանգամանքը կա, երբ որ դու գնացել ես հոգեբանի մոտ, հավանաբար դա առևտրային է եղել, այսինքն դու փող գումար ես վճարել բժշկին իր ծառայություններից օգտվելու համար։ Այդ կտորը քո իրական վնասն է, որը հոգեբանական վնասի հետ կապ չունի։ Այսինքն դու քո գրպանից ինչ-որ գումար ես դրել, որ կոպիտ ասած բժիշկը կարողանա վերականգնի քո առողջությունը, հա։ Եվ կարող լինի այլ տեսակի իրական վնասել։ Օրինակ այնպես բան է ասել, այնպես բան է հրապարակել։ Ասենք թե օրինակ կատնամթեր արտադրող կազմակերպություն, հա, հրապարակել է, որ այս մածունը, որ իմ շունը կերավ, սատկեց։ Հետևաբար մեջը թույն կա, հետևաբար հանգարց ձեր երեխաներին չտաք, դա լայն տարածում է ստանում, վաղվանից սկսում են էլ չգնել այդ մածունը օրինակ, ու եթե դատան այս պատճառ-հետևանքային կապը հաստատում է, այստեղ լուրջ խնդրեմ ունի այդ մարդը։ Այսինքն դու կարողանալու ես ֆինանսական նաև վնասը, հա, այս դեպքում բժշկին գումար եմ տվել, այս էլ չեկն է, հենց այս սրա համար է, բժիշկն է գրել է, որ սրա համար է եկել այս մարդը, ոչ թե ուղղակի իր հերթական այստեղ պլանավորած, այլ հենց այս թեմայով է այդ վնասը գրել։ Կամ ասենք այդ կազմակերպության պարզդեզով ասած տակ տված պատմությունն է բան արած, հա, գործերի վատացման ապացույցները։ Այս հանգամանքները սովորաբար շատ դժվար է ապացուցել։ Քանի որ մեր վնասի տեսանկյունից մեր օրենսդիրը շատ խիստ է, ասում է պետք է ապացուցես ուղիղ պատճառ-հետևանքային կապ։ Իսկ այդ բնականաբար դժվար է։ Այդ ուղիղ պատճառ-հետևանքային կապը մի քիչ ֆանտաստիկայի ժանրից է։ Բայց օրենսդիրը դրա հնարավորությունը տալիս է, այսինքն ասում է դու կարաս իրական վնասի հետևից է գնաս եւ փորձես ապացուցել, որ բացի հոգեբանական հանգամանքից կա նաեւ զուտ ֆինանսական։ Իսկ եթե սոցիալական ցանցերում տվյալ վիրավորանքը կամ զրպարտչական արտահայտությունները արվել է կեղծ էջերի միջոցով, կա պատասխանատվություն, թե ամեն դեպքում չունենք նման պրակտիկա։ Կարող լինի կամ կեղծ էջերի միջոցով կամ կարող լրատվամիջոցը գրի իմ աղբյուրների հաղորդմամբ եւ շարունակի։ Նմանատիպ դեպքերում երկու հանգամանք կա, առհասարակ եթե դու հղում ես կատարում ինչ-որ մեկին, կամ պետք է հասկանալի լինի ում ես հղում կատարում,
Այսինքն դու պետք է գրես դրա մասին, որ այս ինչ լրատվամիջոցը այսօրը sense բան հրապարակե կամ ասենք Նարեն 3 իր Facebook-յան էջում մի ստատուս է գրել, որում ասում է սա ճակերտները բացվեցին, Նարեի գրածը տեղավորեցինք, փակեցինք ու դրա վերաբերյալ ինչ որ կարծիք հայտնեցինք։ Դա բարեխիղճ հղում կլինի։ Մենք ասինք ով է ասե, ասցինք երբ է ասե, նույնականացնող տվյալները տվեցինք, հələ մի բան է Նարեի Facebook-յան լինքն եմ դրել, որ հանկարծ ուրիշ Նարեի Ավետիսյանի հետ չխառնեք։ Դրա հակառակ տարբերակը այդ չնույնականացվող աղբյուրներն է, կեղծ էջեր եւ այլն եւ այլն։ Հիմա կեղծ էջերին դժվար է պատասխանատվության ենթարկել, բայց այդ ինֆորմացիան տարածողներին արդեն կարելի է։ Որովհետեւ դա չի համարվի բարեխիղճ հղում կատարել աղբյուրին, հա, զանգվածային դատության մասին օրենքը ասում է, որ դա խիստ բավականին պահանջներ է ասում իրականում, կազմակերպա իրավական ձև, բան, այդ հիմնականում վերաբերվում է չնույնականացվող աղբյուրների մասին, որ պիտի պարզես, նոր հրապարակես, կամ ասում է հարց չկա, դու կրի պատասխանատվությունը։ Նույն պայմաններով, երբ որ ասում ես ես իմ աղբյուրին չեմ բացահայտի, դրա լրագրողն է ասում, քո սահմանադրական կամ կոնվենցիոն իրավունքն է, եւ այդ իրավունքը կա նաեւ ԶԼՄ-ների մասին օրենքով, բայց պատասխանատվությունը դու ես կրում արդեն դրա համար։ Կամ էլ ասա կոնկրետով այդ հրապարակումը արե, որտեղից ինֆորմացիան գուցե այդ մասով արդեն բեռը փոխվի։ Ինչ խորհուրդ կտաք այն մարդկանց, ովքեր որ տվյալ իրավիճակում են հայտնվել եւ իրենց իրավունքները խախտվել են։ Ցանկացած դեպքում, երբ իրական վտանգ կա իրավունքների խախտման կամ ակնհայտ է, որ արդեն խախտվել են, ինչ-որ քայլ անելուց առաջ միանշանակ պետք է դիմել իրավաբանի խորհրդատվությանը, օգնությանը, ինչքան էլ մենք կարդացող լինենք, ինչքան էլ տարբեր տեսակի այսպես քո այս հաղորդումների պես հետաքրքիր բաներ նայենք, դա չի կարող փոխարինել նախ տարիների կրթական հանգամանքը իրավաբանի, հա, ստացած գիտելիքները, ել չեմ ասում այն պրակտիկան, որը դատարաններում իրավաբանը ունենում է, այսինքն նույնն է ինչ որ ցանկացած այլ մասնագետի դեպքում։ Որ ասում են ինքնագործնեությամբ բժշկության մեջ մի զբաղվեք, ձեզ մի բուժ եք առանց բժշկի խորհրդատվության, սա էլ է այդ դեպքը։ Որովհետեւ ձեզ չվնասեք, նախ մի հատ խոսացեք իրավաբանի հետ, գուցե շատ հաճախ այնպես դեպքերով կգան, որ կասես շանսերը այնքան քիչ է այս գործով հաղթանակելու, որ ոչ ներվ քայքայի, ոչ ֆինանսական միջոցներ հատկացրել այս ամեն ինչին, գնա մոռացի այս ամեն ինչը։ Ընդունիր այդ վիրավորանքը։ Հա, այտենց քրիստոնեաբար ոնց որ անցկացրա այս ամեն ինչը, անցի, որովհետև երբ որ մտնես այս թեմայի մեջ, ինքդ քեզ ավելի ես վնասելու։ Կամ հակառակը գնում ասում է այս 4-5 բանով ինչ որ ինձ վիրավորել զրպարտել են, ասում ես արի այս երկուսը դնենք մի կողմ, այս երկուսը լավ ուժեղ են, սրանցով գնանք առաջ, որ հաստատ արդյունք ունենանք կամ մեծ հավանականությամբ արդյունք ունենանք, հաստատ չի կարա ասի փաստաբանը, կարգապահական խախտումը, բայց կարա ասի շանսերը լավն են շատ այս մասով։ Եվ նաև գուցե դեպք կա, որ պետք չի 6 միլիոն դրամի պետական տուրք մուծել, որովհետև անհնարին է որ դատարանը դա բավարարի, գիտենք 3%-ն է, սկզբում հետո վերաքննիչում 4%-ը։ Այլ ասում է մաքսիմում հավանականությունը 300,000-ը ավելորդ ծախսել։ Այսինքն այնքան դեպքերում քեզ այդ փաստաբանի օգնությունը եւ խորհրդատվությունը կոժանդակի, որ ավելի լավ է մի անգամ վճարել այդ խորհրդատվության համար, քան ինչ որ բան անել, հետո տարիներով փոշմանել։ Իմ առաջի խորհուրդը դա է, ինքնագործունեությամբ դատարանի հետ կապված հարցերում ամեն դեպքում ես խորհուրդ չեմ տալիս զբաղվել։ Իսկ իրավունքների պաշտպանության մասով շատ մի հատ կարևոր բան կա այս ոլորտում, որ երբ որ դու իմացար դրա մասին, ասենք հրապարակումը տեսար ինտերնետում կամ, չգիտեմ, թերթերում, եթե բախտդ չի բերել կամ ուրիշ ինչ որ հանգամանքներում, դու ունես 1 ամիս ժամանակ դիմելու դատարան։ Այսինքն մեր վաղեմության ժամկետը շատ կարճ է։ Երբ որ իմանում ես այդ պահից սկսած։ Հա, բայց դե մի հատ բան կա, սենց ճոճվող հանգամանք կա, որ դու պետք է ապացուցես դու եպես իմացել։ Սովորաբար ասում եմ ապահովության համար, եթե հələ ունես գցենք մի 20 օր, մի ամիս չունես, բայց 20 օր կա հրապարակման պահից, դու 10 օր ուշ ես տեսել։ Լավ կլինի, որ ապահովության համար դու այդ 20 օրվա ընթացքում կարողանաս իրավաբանի հետ հայցադիմումը խելքի բերել ու ուղարկել դատարան, որովհետև հետո խնդիր ես ունենալու ապացուցել, թե այդ 10 օր ուշացմամբ ոնց ես ապացուցել, որ հենց 10 օր ուշացմամբ ես իմացել, ոչ թե 20 օր կամ ոչ թե հենց այդ օրը։ Հետևաբար, եթե ժամկետ դեռ մնացած է լինում, ավելի լավ է
այդ հույսը չդնել, որ կապացուցեմ, որ ավելի ուշ եմ իմացել։ Եվ ստե մի հատ էլ սահման կա, որ ասում է այդ ավելի ուշ իմացելը չի կարա լինի ավելի շատ, քան 6 ամիսը։ Այսինքն, եթե 6 ամիսը անցել է, արդեն քո գործերով էլի ավելի զբաղվես այլ հետաքրքիր բաներով, էլի իմաստ չունի առհասարակ որևէ process սկսել կամ դիմել անգամ իր բանի խորհրդատվության։ Սոժյան, շատ շնորհակալ եմ, շատ հետաքրքիր ու արդյունավետ քննարկում էր ու ես վստահ եմ, որ շատերին կհետաքրքրի եւ բոլորը կօգտվեն ձեր ասած հորդներից։ Շնորհակալ եմ շատ։ Ես եմ շատ շնորհակալ, հաջողություն եմ մաղթում հաղորդմանը քո։